Պարոն Մելիքյան, եւս մեկ գործ կարելի ասել գոնե թե առաջին ատյանում մոտեցավ ավարտին, մնում է որոշումը, հա, դատարանը կայացնի, ամբողջ դատավարության ընթացքի մասին ինչ կարծիք ունեք, դատավորի եւ ընդհանրապես Ես հիմա գնահատականներ չեմ ուզում տալ, իրեն ինչ որ ենթակա էր ասվելու դատական նիստերի դահլիճում ասվեց, ես ընդհանրապես կարող եմ հիշեցնել կետ առ կետ մեր գնահատականները, մենք համարում ենք սա քաղաքական հետապնդում, այսօր մեղադրանքի կողմը բերեց մեկ դատական ակտ, որ նույնպես խոսքը որպես խուլիգանություն է մեկնաբանվել, փաստորեն սա երկրորդ դեպքն է, բայց այդ մի դեպքն էլ նույնպես վերաբերվում է քաղաքական բովանդակություն ունեցող ընդդիմադիր խոսքին, դետալներին ես ծանոթ չեմ, կոնկրետ տվյալ դեպքում քաղաքացին, որը հանրությանը հայտնի անձնավորություն է, հարգված անձնավորություն է, ամեն դեպքում ինձ չեն դիմել կամ 5 իրավապաշտպաններին չեն դիմել կամ որևէ մեկից մենք ծանոթ չենք մանրամասներին, բայց ես հիշում եմ, որ այնտեղ մարդը ջղայնացել էր, մտել էր լայվ եւ ինչ որ ձևակերպումներ էր թույլ տվել։ Մենք անգամ այդ մակարդակում այստեղ փաստերի տարբերություն ունենք, ես չեմ պնդում, որ նա այսպես որևէ գնահատական չեմ ուզում տալ, ամեն դեպքում փաստաբան եմ, գտնվում ենք դատարանի այսպես փակում եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կա, ես ընդհանրապես կարող եմ մեկնաբանություն անել խտրականության հետ կապված, որ հաստատվեց, որ այստեղ առկա է խտրականություն։ Այստեղ առկա է խտրականություն քաղաքական հիմքերով, որովհետեւ մենք բոլորս, սա այն դեպքն է, որ բոլորս կարող ենք համացանցի այսպես սպառողներ ենք եւ տեսնում ենք, որ մի կողմից մյուս կողմից լինում են այդպիսի դրսևորումներ։ Ընդհանրապես երկու դեպք է եղել, փաստորեն։ Այսինքն դատարանը դատախազը այսօր հաստատեց, որ այդ մի դեպքով հաստատեց, որ ուրիշ դեպք չկա։ Երկու դեպք է եղել։ Մեկը մանախի նկատմամբ, որ դատավճիռ կա, որը փաստերով տարբերություններ ունի էական, բայց ամեն դեպքում եւ երկրորդը Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան։ Սա մեկ, այսինքն սա քաղաքական է, այսինքն սա խտրական է եւ վերջապես երրորդը այստեղ մենք գործ ունենք առհասարակ մեր քաղաքացիների խոսքի ազատությունը պաշտպանելու։ Խոսքի ազատությունը կենացների մասին չի։ Խոսքի ազատությունը շողոքորթման մասին չի։ Խոսքի ազատությունը դիրքորոշումներ հայտնելու մասին է, հատկապես քաղաքական հարցերով։ Ու այո, քաղաքական հարցերով դիրքորոշումներ հայտնելիս երբեմն ոչ միշտ կարիք է լինում, որովհետև բնույթն է այդպիսին քաղաքականության, շատ ավելի սուր լինել եւ սուր լինելու դեպքերում երբեմն բնույթն է քաղաքականության, ինչ որ մարդիկ կարող են գտնել, որ անգամ սովորական սուր խոսք է այստեղ բավարար չէ։ Սա ես համարում եմ մարդու իրավունքի դրսևորում։ Եվ ինչն է խնդիրը այստեղ։ Այդ տեսեք, այն մոդելները, որոնք որ բերվում են եվրոպական այս երկրում սենց է, երկրում նենց է, մեր երկիրը չունենալով ավանդույթներ, շատ հստակ օրինակ է, որ եթե մենք օրինակ պաշտպանելով ինչ որ բարձր արժեքներ ավելի սահմանափակող խոսքի ազատության օրենսդրություն ունենանք եւ կիրառենք, ապա դա կշարաշահվի։ Պարզ օրինակ։ Այսօր հանրային մեղադրողը հաստատեց, որտեղ մենք պնդում ենք հակադարձում չկար, այսօր եղավ հակադարձում։ Հակադարձում եղավ, ասում է, չէ, միակը չի, այս մի դեպքն էլ կա։ Դա նշանակում է ուրիշը չկա։ Կա երկու դեպք։ Մանախ եւ Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան։ Մանախ եւ Իմնեմնիմի։ Իսկ բա ու են այն մարդիկ, ովքեր որ պրոիշխանական դիրքերից ամենավերջի խոսքերն են ասում, մեզ բոլորիս, այդ թվում ինձ, այդ թվում իմ գործընկերներին, այդ թվում նույն Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին, երկու այսպես մարդիկ, որոնք որ հանրային գործունեություն են իրականացնում։ Որևէ ընդդիմադիրի անկախ թևերից։ Այդ մարդկանց մեղադրական եզրակացությունները որտեղ են, այդ մարդկանց դատավճիռները որտեղ են, չկան։ Ակնհայտ խտրականություն։